Այսուհետ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 4 արվեստի եւ երաժշտական դպրոցներում սոլֆեջոյի եւ երաժշտության դասերը սաների համար կանցնեն ավելի հետաքրքիր ու արդյունավետ։ Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը այն մշակութային հաստատություններից է, որտեղ ներդրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած դասասենյակների վերազինման եւ դրանք տեխնիկապես արդիականացնելու փորձնական ծրագիրը։ Նոր տեխնոլոգիաներով դասապրոցեսը ավելի հետաքրքիր, ավելի ճկուն եւ ավելի խոստումնալից է երեխաների առարկան սիրելու գործում։ Ծրագրի շնորհիվ կձևավորվի յուրօրինակ կրթական միջավայր, որը ոչ միայն կնպաստի երաժշտության տեսության առարկաների արդյունավետ դասավանդմանը, այլև կզարգացնի երաժշտասեր երեխաների ունակություններն ու երաժշտական լսողությունը։ Դասասենյակներում, որտեղ ամեն անկյուն լցված է երաժշտությամբ, նոր սերնդի եւ նորագույն տեխնոլոգիաների հետ համընթաց համալրվել են նաեւ ուսուցողական գրատախտակներով։ Նախկինում գրատախտակները smart չէին եւ լսում էինք կամ հեռախոսով կամ հենց մագնիտոֆոններով։ Շատ գոհ ենք մեր նոր տեխնիկայից, դաշնամուրից, էլեկտրոնային գրատախտակից, քանի որ մենք կարողանում ենք գրատախտակի միջոցով օգտվել ոչ միայն գրելու հնարավորությունից, այլև երաժշտություն լսելու եւ այլ տարբեր հնարավորություններից։ Գրատախտակի մեջ բացի գրելուց, նոտաներից կարողանում ենք նաև մեր թեստերը կատարել։ Ասեմ, որ ծնողների համար եւս ոգևորող է, ավելի հաճույքով են նստում, դասապրոցեսը ավելի հետաքրքիր է երեխաների համար, ավելի կբարձրանա երեխաների առաջադիմությունը, մեծ ոգևորվածությամբ եւ օգտվում են եւ ավելի լավ են պատրաստվում, շատ ոգևորված են։ Ամեցեք, ձեր տունն էլ է։ Նախորդ պայմանները ձերը քանի քառակուսի մետրամացել էր, 24։ Հիմա ինչ է, այստեղ ինչ եք ստացել։ Եթե չեմ սխալվում 90 քառակուսի։ Ու ձեր բակն էլ ունեք։ Բակը հա։ Այն ժամանակ այս մի սենյակի չափ էր, թե մի քիչ մեծ ավելի։ Մի սենյակը համ հյուրասենյակ էր, համ ննջասենյակ։ Մեր առաջին շահառուներից եք այս ծրագրի եւ իրականում շատ ուրախ եմ, որ նախ ստացվել է այս ծրագիրը, երկրորդն էլ նաեւ ձեր սրտովը։ Իհարկե դժվարություններ որոշակի կան, բայց հաշվի առնելով, որ մեծ քանակի այս տեսակ խնդիր ունենք եւ sense փուլ լուծելով գնում ենք, ձեր փորձը շատ կարևոր է նաեւ, որ մեզ համար էլ է կարևոր, որ դրական է ստացվել։ Հույս չունեի եւ իրականացավ մեր հույսը։ Շնորհակալություն եմ հայտնում, որ այո, անձամբ ձեզանից, որ կարողացել ենք ձեռք բերել մեր բնակարանը, ձեր շնորհիվ։ Իրապես ուրախ ենք ձեզ հյուրընկալվել, իրականում ձեր կյանքում որոշակի փոփոխություն կարողացել եք բերել ու մի մեծ ընտանիք իր տունը կարողացել է այս ծրագրով ունենալ, ձեռք բերել եւ շնորհավորում եմ ձեզ այդ առիթով։ Հուզական աջակցության թեժգիծ։ Ինչպես կարող եմ ձեզ օգնել։
Ներկայումս գտնվում ենք Ավետիսյան փողոցի վրա, որտեղ կատարում ենք հիմնանորոգման աշխատանքներ։ Այստեղ ունենք սովետական միությունից մնացած խրամուղիների փլուզման խնդիր, որը ամբողջությամբ փողոցը սարքում էր աներթևեկելի եւ կար փլուզման վտանգ։ Եվ ներկայումս փակել ենք այս հատվածը։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո Ավետիսյան փողոցի այս հատվածում այլևս չենք ունենալու այն խնդիրները, որը մի քանի տարի է մեզ անհանգստացնում են այս հատվածում։ Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունից ենք, ուղղետոմսերի հետ կապված հսկողություն ենք իրականացնում։ Հուզական աջակցության թեժգիծ, ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Երևանցու համար ծառը պարզապես կանաչ չէ, դա ամառային արևից փախստվեր է, մանկության հիշողություն, մաքուր օդ, բայց կան բաներ, որոնք մնում են աննկատ, Երևանի թեղիները հիվանդ են, նրանց ներսում հենց բնի մեջ հազարավոր նեմատոդներ են, փոքրիկ որդեր, որոնք սնունդ են քաշում ծառից կամաց թուլացնելով այն։ Երբ ծառը կորցնում է իր դիմադրողականությունը, սկսվում է հաջորդ փուլը՝ թեղու, տերևակեր եւ միջատների հարձակում։ Նրանք ոչ միայն կերակրվում են տերևներով, զգալի կրճատելով տերևային զանգվածը, այլև ներթափանցում են տներ, առաջացնելով ալերգիկ եւ այլ խնդիրներ։ Այո, հաճախ հարց է հնչում, ինչու չեք բուժում։ Քիմիական բարձր չափաբաժիններով մշակումը նշանակում է թունավոր նյութեր եւ ռիսկեր մարդկանց համար։ Այն անվնաս չէ եւ չի հանգեցնում ձեր եւ իմունիտետը կորցրած ծառերի առողջացմանը։ Մենք փոխարինում ենք հիվանդ ծառերը դիմացկուն եւ ֆունկցիոնալ տեսակներով։ Երբեմն հոգ տանել քաղաքի մասին նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը։